Մեծ թվով քաղաքացիներ քիչ առաջ ծափերով եւ վեհափառ վանկարկումներով Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին Գարեգին II-ին, որը հայրապետական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Վեհափառ հայրապետը դիմեց ներկաներին խոսելով սրբազանների կալանավորման մասին։ Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ arczepiskopos-ը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում եւ իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն եւ վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Օրերս աջակիցների հետ հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, մասնավորապես Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Երկրորդ նախագահի կարծիքով Փաշինյանը հասկացել է, որ ինքը ռեսուրս չունի փողոցը մոբիլիզացնելու, այդ պատճառով էլ փորձում է ազգային անվտանգության ծառայության միջոցով հարցերը լուծել։ Ակնհայտ ես մի բան եմ տեսնում եւ դրա մասին նաեւ հրապարակային արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտ տային ձայներ ունի, մարդիկ կգնան կքվարկեն ինչ-որ մի տոկոս մարդիկ։ Բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վիարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս KGB-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ, հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է եւ փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց KGB-ն։ Կոմպրոմատներով մարդկանց գտնելով, որոնց կարելի է Ռոբերտ Քոչարյանը հավանաբար կմասնակցի ազգային ժողովի ընտրություններին։ Այս մասին նա ասել է աջակիցների հետ հանդիպմանը, նշելով, որ վերջնական որոշում չկա ձևաչափերի վերաբերյալ։ Նշենք, որ աջակիցներից մեկը Քոչարյանից կարծիք էր հարցրել Արման Թաթոյանի այն հայտարարության վերաբերյալ, որ եթե նախկին նախագահներն ուզում են, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվի, չպետք է մասնակցեն ազգային ժողովի ընտրություններին։ Կարծում եմ, ստե մոտիվացիան եւս շատ པարզ է։ Մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ որ մի մասը վերցնել։ Լավ, օքեյ, լավ, 2% տարար, հետո դրա համար ես եւս պետք է գամ ինչ որ տարբերակների։ Մեկը սա է, ուղղակի մտածում եմ մի աղմկոտ հայտարարություն անի, այդ հայտարարության հետևանքով նաեւ իր վրա հարձակվեն, այսպես ասենք, դրանով ուշադրություն ինքը ասենց իր անունը ավելի ճանաչելի դարձնի եւ այլն։ Այս բացատրությունները սրանք են։ Բայց ես այստեղ եւս չեմ տեսնում ողջամտություն, իսկապես չեմ տեսնում, որովհետեւ չեմ հասկանում եւ չեմ տեսնում, որ սա ինչ որ լավ բան է բերելու։ Իր նկատմամբ մի վերաբերմունքս միշտ լավ էր, ինձ համար վերև անսպասելի էր այս թեմայի քննարկումը իր կողմից, ընդհանրապես անսպասելի է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Գիրանց բնակավայր։ Հայտնի պատի դիմաց Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վստահեցրել է, որ Գիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է, քանի որ այստեղ սահմանազատումից հետո ոչ մի միջադեպ չի եղել։ Իսկ հայ եւ ադրբեջանցի սահմանապահներն այստեղ կանգնած են առանց զրահաբաճկոնների եւ սաղավարտների, իսկ ավտոմատներում բացակայում են պահունակները։ Քաղաքացիներին նաեւ ցուցադրվել է, թե ինչ սպառազինություն է ձեռք բերել գործող իշխանությունը վերջին տարիներին։ 2022 թվականի համար, երբ որ մեզ ասում են մենք մեղադրում են, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, դա ճիշտ է, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց ինչի համար ենք դա արել։ Մենք դա արել ենք, որպեսզի ինքներս մեզ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչենք, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Մեզ շատ ասում են նաև այլ քաղաքական հայացքի տեր մարդիկ, ասում են, որ այս դե յուրե եւ դե ֆակտո պատը դնելով դուք մեզ, այսինքն Հայաստանին սահմանափակում ենք, որպեսզի մենք այդ գծից անցնենք այնտեղ եւ նոր տարածքներ նվաճենք, այսան ճիշտ են ասում։ Դա ճիշտ են ասում, այո, մենք մեզ սահմանափակում ենք, բայց մենք այս պատով սահմանափակում ենք նաեւ ուրիշներին, որտեղ եթե մենք ասում ենք ստեղ գիծ չկա, հետեւաբար մենք կարանք գնանք այն կողմ եւ վերցնենք ինչքան կարողանանք, նույնը վերաբերում այն կողմին, ասում են, եթե այստեղ գիծ չկա, մենք էլ կարանք մտնենք եւ վերցնենք այնքան ինչքան կկարողանանք։ Եվ դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավերժական ցիկլի մեջ են մտնելու պատերազմի, միջև կամ մեկը մյուսին կոչնչացնի, կամ մեկը մյուսին։ Իսկ մեր պատմական փորձը ինչ է ցույց տալիս, եւ խաղաղության օրակարգը նրա մասին է, որ մենք ընդհանուր առմամբ այս ցիկլից պետքա դուրս գանք։ Եվ ինչ տեղի ունեցավ հիմա արդեն Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղով ապրանքներ են գալիս, այսա շուտով ուրիշ ապրանքներ կգան, Հայաստանից կգնան եւ Գիրանցը խաղաղ գյուղ է։ Մինչև այս պահը հայտնի չէ, թե վաղնով է պատարակ մատուցելու Գյումրիի Սուրբ Յոթվերգ եկեղեցում, որտեղ պատարակի է մասնակցելու Նիկոլ Փաշինյանը ԿՊԱ-ականների հետ։ Հայտնի է միայն, որ Փաշինյանն իր հետ քահանա է տանելու, քանի որ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել են զեղչել թեմի առաջնորդի եւ վեհափառ Հայրապետի անունը։ Այսօր թեմը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, հայտարարելով, որ Յոթվերգը հաղթարել է թուրքական երկու օկուպացիա, սա էլ կհաղթահարի պատվով։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում եւ մասնավորապես Սուրբ Յոթվերգ եկեղեցում պատարակ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է, որով կոչնդոտվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը եւ կրոնական ծեսի Սուրբ պատարակի իրավասու հոգևորականի կողմից մատուցումը, խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհա ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ մասնակցել է Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկմանը։ Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի եւ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխել է մթնոլորտը Կովկասում, իսկ Հաջիևը նշել է, որ Բաքուն եւ Երևանը նոր ստատուս քվո են ձևավորում Հարավային Կովկասում։ Գրիգորյանի եւ Հաջիևի միջև նաեւ բանավեճ է եղել Թրամփի ուղու վերաբերյալ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ընդունում է միայն թրիփը, ոչ թե միջանցքը։ Գրիգորյանն ընդգծել է, որ հայկական կողմը չի ընդունում այս տերմինը։ Հաջիևը նշել է, որ Բաքուն շարունակում է օգտագործել իր անվանումը, բայց հույս ունի, որ անհամաձայնությունը կմնա միայն տերմինաբանության մեջ։ Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նամակում Միացյալ Նահանգների նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին եւ Փաշինյանին իրեն խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրելու համար։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարին թվացողին, ասվում է Թրամփի նամակում։ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 7-ից 3-ը եւ 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ից 3-ը կնվազի 2-ից 3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 5-ից 7 աստիճանով։ Դեկտեմբերի 8-ից 9-ից 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։